Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին եւ տիկին Էլեն Բուդենբենդերին։ Հայաստանի վարչապետը եւ Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը։ Հայաստանի վարչապետը եւ Գերմանիայի նախագահը կարևորել են համաձայնագրի ստորագրումը ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման։ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շեշտել է Գերմանիայի աջակցությունը Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Գերմանիայի նախագահն այսօր նաև այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հանդիպել Վահագն Խաչատուրյանի հետ։ Հայաստանի եւ Գերմանիայի նախագահները ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախումբը հնչեցրեց Հայաստանի եւ Գերմանիայի պետական օրհներգերը։ Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց ունեցան, որին հաջորդեց երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով։ Կողմերն ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը, հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային եւ գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։ Հանդիպմանը կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի ու Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց, ապա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը ստորագրեցին համաձայնագիր Երևան եւ Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ։ Ապա Հայաստանի եւ Գերմանիայի նախագահները հանդես եկան ամփոփիչ մամուլի ասուլիսով, պատասխանելով նաեւ լրագրողների հարցերին։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերին, շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասարության սկզբունքների հարգման վրա։ Կարևորել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետևողական աջակցությունը։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան։ Շտայնմայերը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը, կայցելի նաև Ադրբեջան։ Գերմանիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների համաձայնեցմանը եւ այդ ուղղությամբ Երևանի իրականացրած քայլերին հայտարարեց, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ տարիների ընթացքում աշխարհը շատ է տուժել հակամարտություններից, ինչն արդյունավետ կառավարելն ավելի ու ավելի դժվար է դառնում։ Գերմանիայի նախագահի խոսքով կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վերջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսևորել։ Խաղաղության համաձայնագրում այլևս բաց հարցեր չկան եւ այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն եւ այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնել։ Շտայնմայերի խոսքով Հարավային Կովկասում ապրող մարդիկ սպասում են, որ երկարամյա հակամարտությունը կդադարի, ինչը կհանգեցնի նաև տնտեսական զարգացման։ Հայաստանի համար հեշտ չի եղել հակամարտությունն ավարտելն ու հանգուցալուծման հասցնելը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել այս գործընթացից։ Գերմանական Շպիգելի լրագրողը երկու նախագահներից ճշտեց, ինչ հիմք ունի լավատեսությունը, երբ Հայաստանում որոշակի վերապահումով եւ թերահավատությամբ են վերաբերվում Բաքվի մտադրություններին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը եւս մեկ անգամ ընդգծեց, Հայաստանը հետևողական է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Այն դժվարությունները, որոնք կան եւ կլինեն, մենք գտնում ենք, որ դրանք հաղթահարելի են եւ ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակ ավարտվել է, Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմների։ Եվ այս առումով է, որ մենք հետևողական ենք եւ լավատեսությունը, գիտեք, հիմնվում է իրատեսության վրա։ Մենք իրատես ենք եւ պարտավոր եւ անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը մոտեցնում են իրար։
Գերմանիայի նախագահը Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի խորհրդանի կողմից ընդունված որոշումը համարեց համարձակ քայլ։ Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ որոշմանը, դա համարձակ քայլ է, այստեղ բարեփոխումներին ուղղված շատ մեծ աշխատանք կա կատարելու, եւ մենք խոսել ենք նաեւ բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանում կա այն իրատեսական պատկերացումը, որ դեպի Եվրամիություն ճանապարհը երկար է։ Շտայնմայերը նշեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ են վարում օրակարգային նոր փաստաթղթի ստորագրման շուրջ։ Գերմանիայի նախագահը հիշեցրեց, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մոտ ապագայում կժամանի Հայաստան այդ բոլոր հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Գերմանիայի նախագահը կարևորեց եվրոպացի դիտորդների ներկայությունը սահմանին, ընդգծելով, որ նրանք հավելյալ ապահովության երաշխիք են եւ վաղը անձամբ շնորհակալություն կհայտնի առաքելության անդամներին։ Տիգրան Հովակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հայաստանի եւ Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Եվրամիության հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Հայաստանի կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որը փոխադարձվելու պարագայում հնարավոր կլինի հասնել կարևոր հանգրվանի։ Ադրբեջանը հերթականապատեղեկատվությունն է տարածել Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թե իբր մարտի 30-ին ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը ժամը 4:35-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, ասված է Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Երեկ Գյումրիում եւ Փարաքարում տեղի են ունեցել ավականու արտահերտ ընտրություններ, դրանց նախնական արդյունքների եւ հետագա հնարավոր զարգացումների մասին տեսանյութում։ Հանրապետության երկրորդ քաղաքի ավականու արտահերտ ընտրությունները նախ աչքի ընկան նախորդ ընտրությունների համեմատ գյումրեցիների ավելի բարձր ակտիվությամբ։ Գրանցված 112,236 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 47452-ը, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 42,66%-ը, մինչդեռ նախորդ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել էր 38,42%, իսկ նույն 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած ավականու ընտրություններին մասնակցել էր 26417 գյումրեցի կամ ընտրողների ընդամենը 24,14%-ը։ Այսինքն այս ընտրություններին նախորդ ավականու ընտրությունների համեմատ ակտիվությունը գրեթե կրկնակի էր, ինչև կանխատեսել էր պայմանավորված ընտրությունների գերքաղաքականացվածությամբ եւ պայքարող ուժերի մեծ թվով։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ կրկնակի աճով գյումրեցիների կեսից ավելին դարձյալ չգնաց քվեարկության։ Հիշեցնենք, որ 2021-ի ընտրություններում առաջին տեղը զբաղեցրեց Բալասանյան դաշինքը 14 մանդատով, քաղաքացիական պայմանագիրը ստացավ 11 մանդատ, Գյումրիի ավականին 33 հոգուց է բաղկացած, մյուս 8 մանդատները 4-2-2 համեմատությամբ իրար մեջ բաժանեցին Զարթոնք, Հանրապետական եւ Ապրելու երկիր կուսակցությունները։ Քաղաքացիական պայմանագիրն ու Բալասանյան դաշինքը համագործակցության հուշագիր կազմեցին, կամ ըստ էության կոալիցիա եւ քաղաքապետ դարձավ Բալասանյան դաշինքի ներկայացուցիչը։ Հետագայում քաղաքացիական պայմանագիրը միակողմանիորեն խզեց հուշագիրը, հայտնի զարգացումներից հետո քաղաքը մնաց առանց քաղաքապետի։ Ժամանակավոր քաղաքապետ ընտրվեց Սարիկ Մինասյանը։
Բոլորովին այլ իրավիճակ էր ստեղծվել արդեն այս ընտրությունների ժամանակ։ 9 քաղաքական ուժերից 8-ը ըստ էության որպես ընդդիմադիր էին ներկայանում գործող իշխանություններին։ Ընտրությունների նախնական արդյունքները այսպիսին են. առաջին տեղում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է Սարիկ Մինասյանի գլխավորությամբ 17183 քվեով։ Երկրորդ տեղում կոմունիստական կուսակցությունն է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ 9727 քվեով։ Երրորդ տեղում մեր քաղաքը կուսակցությունների դաշինքն է Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ 7380 քվեով։ Իմ հզոր համայնք կուսակցությունը Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ 4-րդն է 3734 ձայնով, 5-րդը Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքը 2902 քվեով։ Մյուս 4 քաղաքական ուժերը Եվրադաշինքը, Ապրելու երկիրը, Դեմոկրատական այլընտրանքն ու Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը չեն հաղթահարել անցողիկ շեմը, ըստ նախնական տվյալների հավանական է հավաքանու տեղերի հետևյալ բաշխումը։ Քաղաքացիական պայմանագիր 14 տեղ, կոմունիստական կուսակցություն 8 տեղ, մեր քաղաքը դաշինք 6 տեղ, իմ հզոր համայնք 3 տեղ եւ Մայր Հայաստան 2 տեղ։ Նշենք, բայց ուշագրավ մի փաստ, քաղաքացիական պայմանագիրը բարելավել է ցուցանիշները նախորդ ընտրությունների համեմատ։ 2021 թվականին քաղաքացիական պայմանագիրը, հիշեցնենք, երկրորդն էր, ստացած շուրջ 30% ձայներով, իսկ այժմ առաջինն է մոտ 36% ձայներով։ Իսկ ինչ է տալիս այդ 36%-ը։ Գոնե հայտարարությունների մակարդակում իշխանական կուսակցությանը միանալու ցանկություն ունեցողներ չկան։ Հնարավոր տարբերակները շատ են։ Նախ եւ առաջ, ընդդիմադիր ուժերի ընդհանուր հաղթանակի համար հարկավոր է երկրորդ եւ երրորդ տեղերի, այսինքն Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միավորումը։ Մյուս երկուսի 4-րդ եւ 5-րդ տեղերը զբաղեցրած ուժերի միավորումը ընդհանուր ընդդիմությանը շատ ավելի կանխատեսել է, նույնիսկ արդեն ակնարկված։ Եթե երրորդ տեղը զբաղեցրած ուժը իր ձայների 15-ից բարձր տոկոսով չմիավորվի ընդդիմության մյուս հատվածին, այսինքն նաև որևէ մեկի օգտին չքվեարկի, քաղաքապետ չի ընտրվի, կնշանակվեն նոր ընտրություններ։ Նաև իշխանական ներկայացուցչի քաղաքապետ ընտրվելը չի բացառվում, եթե ընդդիմությանը չհաջողվի միավորվել ու ընտրության ժամանակ նրան նաև որոշ ընդդիմադիրներ չբավարարող ձայները տան։ Սա տեսական, բայց ոչ անիրատեսական տարբերակներից է։ Անդրադառնանք նաև Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի հավաքանու արտահերթ ընտրություններին։ Նախնական արդյունքները այսպիսին են. 20967 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11526-ը, ինչը կազմում է 54.97%, այսինքն փարաքարցիները զգալիորեն ակտիվ են եղել գյումրեցիներից։ Այստեղ հավաքանու համար պայքարել են 3 կուսակցություններ եւ 1 դաշինք։ Առաջին տեղում նախնական արդյունքներով Միասնություն կուսակցությունների դաշինքն է 6508 քվեով, որը կազմում է ձայների մոտ 56%-ը։ Երկրորդ տեղում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է 3669 ձայնով, որը կազմում է մոտ 32%։ Այս երկու ուժերն էլ կձևավորեն Փարաքարի նոր հավաքանին։ Մյուս երկու ազգային առաջընթաց եւ Կայունություն կուսակցությունները մեկական տոկոսից էլ քիչ ձայներ են հավաքել։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Իդեպ ավելի ուշ Facebook-յան իր էջում գրառում է կատարել մեր քաղաքը դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը։ Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, Facebook-յան իր էջում գրել է Գրիգորյանը։ Հիշեցնենք, մյուս երկու ընդդիմադիր ուժերը ավելի վաղ հայտարարել էին, որ կմիանան երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում գրել է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ քաղաքացու վստահությանը արժանացած ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Մենք վերադարձանք, դուք դիտում եք Հորիզոնը։ Իսկ ուղարկման այս հատվածում ծանոթացեք միջազգային անցուդարձին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Սպիտակ տանը 3-րդ ժամկետով առաջադրվելու հնարավորությունը, ինչն արգելված է սահմանադրությամբ։ Այս մասին Թրամփն ասել է NBC News-ին տված բացառիկ հարցազրույցում, նշելով, որ դրա համար կան մեթոդներ եւ պարզաբանել, որ ինքը կատակ չի անում։ Շատ մարդիկ ցանկանում են, որ ես դա անեմ, ասել է Թրամփը NBC News-ին, միաժամանակ հավելելով, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե պատրաստ է հավելյալ պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի վրա, եթե զգա, որ Մոսկվան արգելափակում է ուկրաինական պատերազմին վերջ դնելու իր ջանքերը։ Եթե ես ու Ռուսաստանն ի վիճակի չլինենք գործարք կնքել Ուկրաինայում այրունահեղությունը դադարեցնելու շուրջ, եւ եթե ես համոզված լինեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ես երկրորդական մաքսատուրքեր կսահմանեմ Ռուսաստանից արտահանվող ողջ նավթի վրա, ասել է Թրամփը, մանրամասնելով. դա կլինի հետեւյալ կերպ. եթե որևէ մեկը գնի ռուսական նավթ, չի կարող բիզնեսով զբաղվել Միացյալ Նահանգներում։ Ողջ նավթի վրա մաքսատուրքերը կլինեն 25-ից 50%։ Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է եկող շաբաթվա ընթացքում խոսել Պուտինի հետ։ Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին, նախագահ Թրամփը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը եւ Թեհրանը համաձայնության չգան իրանական միջուկային ծրագրի շուրջ, ԱՄՆ հարվածելու է Իրանին։ Եթե նրանք համաձայնության չգա, ապա ռմբակոծություն կլինի։ Սա կլինի այնպիսի ռմբակոծություն, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել, ասել է Թրամփը NBC News-ին։ Նա նաև սպառնացել է իրանական ապրանքների նկատմամբ նոր երկրորդական պատժամիջոցներով։ Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև կոնտակտներ կան։ Axios-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյային եւ երկու այլ աղբյուրների հայտնում է, որ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ուղարկված նամակում 2 ամիս ժամանակ է տվել Թեհրանին նոր գործարք կնքելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանը ռմբակոծելու մասին սպառնալիքից հետո, ինչպես հայտնում է Tehran Times-ը, Իրանի զինված ուժերը նախապատրաստել են հրթիռներ, որոնք կարող են հարվածել տարածաշրջանի ԱՄՆ-ի հետ կապված ռազմաբազաներին ու կառույցներին։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները սկսել են հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ նախագծերի քննարկումները։ Իզվեստիա թերթին ասել է Ռուսաստանի ուղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն, օտարերկրյա երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Հազվագյուտ հողային մետաղները համագործակցության կարևոր ոլորտ են եւ իհարկե մենք քննարկումներ ենք սկսել Ռուսաստանում տարբեր հազվագյուտ մետաղների եւ նախագծերի վերաբերյալ, ասել է Դմիտրիևը։ Նրա խոսքով որոշ ամերիկյան ընկերություններ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել նախագծերի նկատմամբ։ Իդեպ 3 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին փորձում է հեռանալ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ գործարքից։ Թրամփը նաև շեշտել է, որ եթե Զելենսկին դա անի, ապա որոշ մեծ խնդիրներ կունենա։ Թրամփը նաև հավելել է, որ Զելենսկին ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ եւ դա Զելենսկին հասկանում է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է առաջադրել իր թեկնածությունը երկրորդ ժամկետում։ Երկիրը կարող է ընտրություններ անցկացնել արդեն հուլիսին ռազմական դրության վերացումից անմիջապես հետո, ինչին ԱՄՆ հույս ունի հասնել մինչև ապրիլի 20-ը։ Այս մասին գրել է The Economist-ը։ Ըստ պարբերականի Զելենսկու վրա հավանաբար ազդել է Սպիտակ տանը նրա եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած վեճը։ Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ անցյալ շաբաթ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է հրավիրել, որտեղ նա իր թիմին հանձնարարել է քվեարկություն կազմակերպել կրակի ամբողջական դադարեցումից հետո։ The Economist-ը նշել է, որ առաջիկա ընտրությունների առաջին նշանը կարող է լինել Ուկրաինայի Գերագույն Ռադայում երկրում ռազմական դրությունը երկարաձգելու վերաբերյալ քվեարկությունը։ Այն պետք է տեղի ունենա մայիսի 5-ից ոչ ուշ։ Մյանմարում պետական լրատվամիջոցները հայտնել են, որ երեկվա դրությամբ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1700 մարդու։ The Wall Street Journal-ի տվյալներով Մյանմարում զոհերի թիվը ավելի քան 2028 է։ Փրկարարներն այսօր Մյանմարում փլուզված շենքից 4 մարդու են դուրս բերել։ Փրկվածների թվում կա հղիկին եւ մի աղջիկ։ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոքում փլուզված երկնաքերի հատվածում շտապօգնության բրիգադները օգտագործելով ամբարձիչներ եւ շներ շարունակում են անհայտ կորած 76 մարդկանց որոնումները։ Կիրակի օրվա տվյալներով Թայլանդի զոհերի պաշտոնական թիվը հասել է 18-ի։ Չինաստանը, Հնդկաստանը եւ Թայլանդը Մյանմարին ուղարկել օգնություն եւ փրկարարներ։ Միավորված ազգերի կազմակերպությունը եւս հրատապ օգնություն է տրամադրել Մյանմարի երկրաշարժից տուժածներին։ Մյանմա օգնության են մեկնել նաեւ Մալայզիայից, Սինգապուրից եւ Ռուսաստանից։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը արժույթի միջազգային հիմնադրամի վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին եւ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին։ Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ ֆինանսական հատվածի բարեփոխումներին եւ ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր։ Հայաստան է ներկրվել մոտ 100 սակուրա տեսակի ծառ, հնարավոր չէ ավելտնկել։ Գործակարգավարական նիստի ընթացքում նշել է կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության տնօրեն Արմեն Բեգոյանը, հավելելով, որ նման ծառատեսակներն օգտագործվում են քաղաքի արտաքին տեսքի բարելավման համար։ Այս եւ այլ հարցեր այսօր քննարկվել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական գործակարգավարական նիստի ընթացքում խոսելով երևանցիների ուշադրության ներքո գտնվող հարցերից մեկի ծառահատումների եւ կանաչապատման մասին դիմել է կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության տնօրեն Արմեն Բեգոյանին եւ ընթերցել Facebook-յան հրապարակումներից մեկի մեկնաբանությունները։ Պարոն Բեգոյան, ես մի քանի բան կարդամ, դուք խնդրում եմ մեկնաբանեք, էլի, որովհետև օրինակ Facebook-յան մի հրապարակման մեջ, որի մեջով դրվել է, մենք ասել ենք, որ մենք վերջին 3 տարվա ընթացքում 45 ու 8 հեկտար նոր կանաչ տարածք ենք ստեղծել Երևան քաղաքում։ Տնկել ենք 20,000 նոր ծառ Երևանում եւ կոնկրետ նաև նշել ենք որոշ բան։ Ես ուզում եմ մեկնաբանությունները կարդալ եւ ակնկալում եմ ձեր մեկնաբանությունները դրա հետ կապված։ Մասնավորապես Գինոսյան Հայկը գրել է. «Այս որտեղ եք տնկել, երկիրը այդքան տարածք չունի»։ Համալիրի մոտ, ուրեմն 8.5 եռաբլուր 15 հեկտար հաղթանակ զբոսայգուն հարող լանջեր եւ մինչեւ այդպես որ իջնում է գյուղ ակադեմիայի դիմացի մասը, եթե չեմ սխալվում։ Այդ հատվածում մոտ 5 հեկտար, ունենք Նորքի երբեմնի այգիները, որը վերջերս տնկեցինք, 7 հեկտար, ունենք 1 հեկտար ավանվարչական շրջանի լանջեր, այդ հիմնական փողոցին հարող 1 հեկտար այդտեղ ունենք, մոտ 1 հեկտար նույնպես վերջերս 6-րդ մասիվում դուք եք ներկա եղել նոր շենքերի Լյուքսեմբուրգ փողոցին հարող տարածքում եւ ունենք ագրոանտար, դա ուրեմն Փարոսի բլուրն է, որը ամբողջությամբ դեռ մի 4-5 հեկտար մնացել է, ամբողջությամբ պատված է պտղատու ծառատեսակներով։ Կանաչապատված տարածքների ներկայացումից հետո Արմեն Բեգոյանն առաջարկեց կազմակերպել շրջայց, դրանք ցույց տալու հետաքրքրված քաղաքացիներին ու լրագրողներին։ Նիստի ընթացքում Երևանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետ Աբաբայանն էլ տեղեկացրել է, որ էլեկտրական տրանսպորտի զարգացման եւ կանաչ գոտիների ընդլայնման ներդրումային ծրագիրը արդեն պատրաստ է եւ կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը քննարկման։ Նախնական ծրագիրը իր մեջ ներառում է հետևյալ հիմնական բաղադրիչները, իհարկե, որը վերջնական ծրագրի դեպքում փոփոխման ենթակա կարող է լինել։ Այս պահին մինչև 250-18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների գնումը, 2 դեպոների վերակառուցումն ու արդիականացումը, մինչև 230 հեկտար քաղաքային այգու կառուցումը, խոսքը գնում է Դալմայի այգիների մասին եւ ընտրված որևէ մայրուղու պիլոտային վերակառուցումը որպես առանձնացված տրանսպորտային երթուղի իր կցված ենթակառուցվածքներով, կանգառային հարմարություններով եւ այլն։ Իսկ թե որքան է գնահատվում ծրագրի ներդրումային փաթեթը, Անետ Աբաբայանը հայտնել է։ Այս պահի դրությամբ ծրագրի ընդհանուր ինվեստիցիոն փաթեթը գնահատվում է 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով եւ ունի կոնցեսիոն բավականին լուրջ բաղադրիչ, քանի որ ենթադրվում է, որ կներգրավի նաեւ գլոբալ կլիմայական հիմնադրամի, կանաչ հիմնադրամի Հայաստանի համար հասանելի ֆինանսավորումը հենց հատուկ էլեկտրական շարժունակության ծրագրերի համար եւ նման ֆինանսավորումը հասանելի է ընդամենը 7 երկրների, ներառյալ նաեւ Հայաստանը։ Հաշվետու շաբաթը ամփոփել է նաև Երևան ավտոբուսը։ Բեգլար Կիրակոսյանը հայտնել է, որ 76 երթուղիներում շահագործվել է 4482 ավտոբուս, նախատեսվածից 209-ով պակաս, իսկ 44-ը անսարք է։ Զվարթ Ղազարյան, Հորիզոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։